Վրաստանի տարածքում վթարի ենթարկված ռազմական ինքնաթիռի բոլոր ուղևորները զոհվել են Ադրբեջանից Թուրքիա ուղևորվող օդանավում եղել է 20 մարդ, անձնակազմի 4 անդամ և Թուրքիայի ռազմաօդային ուժերի 16 սպա։ Զոհերի թվում է նաև Թուրքիայի ռազմաօդային ուժերի շտաբի պետ İlker Aykutը։ Ամբողջ գիշեր որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվել, մարմինների մեծ մասն արդեն հայտնաբերվել է։ Փրկարարները գտել են նաև սև արկղը։ Կործանման հանգամանքները պարզվում են։ Հետաքննություն անցկացնելու նպատակով Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը ստեղծել են համատեղ խումբ։ Օդային տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ դրա շահագործման կանոնները խախտելու հոդվածով քրեական գործ է հարուցվել։ Ռուսաստանի նախագահի խոսնակը հայտարարել է, որ դեռ ոչինչ չունի հաղորդելու Մոսկվա-Կիև շփումների մասին։ Լրագրողների հետ զրույցում Դմիտրի Պեսկովն այսպես է մեկնաբանել տեղեկությունը, որ Ուկրաինայի անվտանգության խորհրդի քարտուղարը մեկնել է Ստամբուլ քննարկելու գերիների փոխանակման հեռանկարը։ Հունգարիայի վարչապետն էլ անդրադարձել է Բուդապեշտում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպմանը, նշել, որ այդ հարցը դեռևս օրակարգում է։ Վիկտոր Օրբանը համոզմունք է հայտնել, որ Վաշինգտոնը և Մոսկվան ունակ են համաձայնության գալու ռուս-ուկրաինական կարգավորման շուրջ։ Նրա խոսքով կողմերն արդեն բանակցություններ են վարել տարածքների հարցով, սակայն գլխավոր խոչընդոտը Դոնեցկի կարգավիճակն է։ Մինչ այդ Ռուսաստանը և Ուկրաինան հայտնում են փոխադարձարվածների մասին, Խարկովում կան վիրավորներ, քաղաքի կենտրոնում հրդեհ է բռնկվել։ Լուրեր են շրջանառվում, որ ռուսական Օրսկ քաղաքում էլ նավթավերամշակման գործարան է թիրախավորվել։ Բարդ իրավիճակ է մարտի դաշտում։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտնել է, որ ռուսական ուժերը գրավել են Զապորոժիեի մարզի 3 բնակավայր։ Նրա խոսքով մառախուղի պայմաններում ռուսական կողմն ակտիվություն է ցուցաբերում Զապորոժիեի ուղղությամբ։ Սիրիայի նախագահը, որը նոյեմբերի 11-ին Սպիտակ տանը հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ, Washington Post-ին տված հարցազրույցում անդրադարձել է Իսրայելի և Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Ահմեդ Ալ-Շարան նշել է, որ Սիրիայի և Իսրայելի միջև ուղիղ բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն նրա խոսքով վերջնական համաձայնության հասնելու համար իսրայելական ուժերը պետք է դուրս գան սիրիական տարածքներից։ Իսրայելը միշտ հայտարարել է, որ մտահոգված է Սիրիայում տիրող իրավիճակով, քանի որ վախենում է իրանական խմբավորումներից և Հզբոլլահից բխող սպառնալիքներից։ Մենք վտարել ենք այդ ուժերը երկրից, հավելել է նախագահը։ Ալ-Շարանն նաև ընդգծել է, որ որոշ հարցերում Դամասկոսն ունի Ռուսաստանի աջակցության կարիքը, այդ թվում հաշվի առնելով Դաշնության ձայնի կշիռը ՄԱԿ Անվտանգության խորհրդում։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ Մոսկվայից պահանջում են Սիրիային հանձնել իշխանափոխությունից հետո Ռուսաստանում ապաստան ստացած Բաշար Ասադին։ Հզբոլլահի առաջնորդ Նաիմ Քասեմը հայտարարել է, որ շարժումը չի պատրաստվում զինաթափվել։ Նա կոչ է արել Լիբանանի կառավարությանը քայլեր ձեռնարկել երկրի հարավում Իսրայելի ռազմական ներկայության դեմ։ Քասեմը նաև հերքել է Իսրայելի մեղադրանքները, թե Հզբոլլահը խախտում է Լիբանանում հրադադարի ռեժիմը։ Սպառնալիքներն ու ճնշումները չեն խանգարի մեզ պաշտպանվել, շեշտել է նա։ Իսրայելական ուժերը շարունակում են ռազմական գործողությունները Լիբանանում, օրերս երկրի հարավում և արևելքում մի շարք օբյեկտներ են ոչնչացվել։ Ըստ Ցահալի շարժումը փորձում է վերականգնել Լիբանանում իր մարտական կարողությունները, ինչը 1 տարի առաջ Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնության խախտում է։ Դիանա Գասպարյան, լուրեր։